Արև, անցյալ անգամին տեսանք Դավիթ մեծ մեղք գործեց, սպանելով Ուրիան, որպեսզի բահե իր շնությունը Ուրիայի գնոջ Բերսաբեի հետ։ Դավիթ կգարձեր, որ ան ազատեցավ իր մեղքեն։ Այսօր պիտի տեսնենք 12:1-ի մեջ Տերը Նաթանը կղրգե Դավիթին, կգարձեմ Նաթան Սուրբ Գիրքին ամենեն զորավոր մարդոցմե մեկն է, որովհետև Դավիթ կրնար բարձրապես երկընցնել իր ցերքի գավազանը եւ առանց որևէ բառը ասելու բահագները Նաթանին դուրս կրնային հանել եւ սպանել զինք անոր սածին համար Դավիթին։ Նաթանի պատմած պատմությունը Դավիթին ցույց տվավ Դավիթը հայելիին մեջ են եւ այդ մեկը սիրելներ կնմանի Աստծո խոսքին հայելիմը, որ մեր իրականությունը ցույց կտա։ Եվ Նաթան այսպես արավ, բռնելով Աստծո խոսքը որպես հայելի եւ Դավիթի ցույց տվավ իր իսկական պատկերը։ Պատմությունը մեծահարուստի մասին էր, որ գխել է աղքատ մարդումը միակ կառնուկը իր ընկերներուն համար խնջույք ընելու։ Եվ 5-րդ համարի մեջ կտեսնենք Դավիթի փառքությունը սաստիկ կփորփոքի այդ մարդուն թեմ եւ գսե. «Ուր է այդ մարդը, ցերփակալենք զինք եւ սպանենք»։ Որքան հետաքրքրական է սիրելիներ, որ մենք շատ թիրուն կրնանք ուրիշին մեղքը տեսնել, բայց չենք կրնար տեսնել մեր անձնական մեղքը։ Եվ այդ էր Դավիթի խնդիրը։ Նաթան, որ գարձիկովս Աստվածաշունչի ամենակաչ մարդոցմե մեկն էր, ըսավ Դավիթին, այդ մարդը դուն ես։ Սիրելիներ, թագավորին այսպիսի բանը ասելը մեծ քաջություն ուզեր։ Նաթան ասել ուզեց. Դավիթ, քո մեղքդ հայտնվեցավ։ Դուն ես մեղավորը։ Դուն ես, որ այդ մեղքը գործեցիր։ Եվ այս կարևոր է, որովհետև նույնիսկ Աստծո սրտին համեմատ մարդը չի կրնար ազատիլ մեղքեն։ 10-րդ համարի մեջ Աստված գսե Դավիթին. Հիմա զիս անարգելուտ համար ու քեդացի Ուրիային գինը քեզիգին առնելուտ համար քուդունետ սուրը Հավիդյան բագաս պիտի չլա։ Ով սիրելի հավատացյալ, գուզեմ ասել, որ կարելի է մենք մեղք գործենք որպես հավատացյալ, եւ երբ մեղք գործենք, Աստված անարգած կլանք։ Աստված ինքս է այդ մեկը։ Եվ ավելին Աստված գսե. Քեզ ամբադիժ չեմ ցկեր, թուն իմ զավակս ես։ 10-րդ համարի մեջ Դավիթ ասավ. Դերոջը թեմ մեղք գործեցի։ Եվ գարտանք 12, 15, 25-ի մեջ, որ Բերսաբեի ծնած զավակը հիվանդ էր, եւ Դավիթ Աստծո աղաչեց, որ ազատե իր որդիին կյանքը։ Ետքը Դավիթին ասին, որ զավակը մեռավ։ 20-րդ համարը գսե. Դավիթը քեդնեն ելավ, լվացվեցավ, օծվեցավ, հանդերձները փոխեց ու դերոջը դունը մտնելով երկրպագություն արավ։ Գտեսնեք, Դավիթ չի սքած, որովհետև գիտեր թե փոքրիկը փրկված էր։ Անսավ, ես անոր պիտի երթամ, բայց անիգա ինձի պիտի չդառնա։ Երբ փոքրիկները գմերնին, անոնք անմիջապես գերտան դերոջ հետ ըլլալու։ Սիրելիս, Դավիթ երբեք չքանքադեցավ եւ չլացավ, երբ Աստված հանդիմանեց ինք իր մեղքին համար։ Բայց անգաղագե դիրոջ 51-րդ Սամոսի մեջ քու փրկությանը ցնծությունը ինձի վերադարձուր։ Իսկ դու սիրելիս, ինչպես կվարվիս, երբ Աստծո ներկայությունը կբացահայտե քու մեղքդ։